Ելենա Արշակյանի Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում ահա եւ սիրո խոստովանությունը եղավ։ Հայկը վերջապես հաղթահարելով իր անորոշությունն ու ներքին վախերը անկեղծացավ Նարեի հետ։ Եվ այս պահից սկսվում է ամենաբարդ ու ամենածանր փուլը, երբ սիրտը խոսում է մի բան, իսկ կյանքը միանգամայն ուրիշ։ Երկուսն էլ չեն պատկերացնում ինչ է սպասվում իրենց, բայց մի բան հստակ գիտեն՝ սիրում են միմյանց, անկախ անցյալից, ընտանիքներից ու բոլոր խոչընդոտներից։ Նարեն ու Հայկը մի ամբողջ օր միասին են անցկացնում։ Այսքան լարված ու ցավով լի շրջանից հետո այսօրը դառնում է նրանց փոքրիկ հանգիստը։ Ուշ երեկոյան Հայկը Նարեին ուղեկցում է տուն։ Նարեն ինչպես միշտ փորձում է գաղտնի ներս մտնել, մտածելով, թե բոլորը քնած են, բայց այս անգամ նրան դիմավորում է հայրը։ Սաքոն կանգնած է տան շեմին, խիստ հայացքով։ Նա բացատրություն է պահանջում, որտեղ էր Նարեն ամբողջ օրը։ Նարեն խուսափողական պատասխաններ է տալիս, ինչ-որ բաներ հորինում, փորձելով խուսափել ճշմարտությունից։ Հաջորդ առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ լարված մթնոլորտն ավելի է սրվում։ Սաքուն կրկին բարձրացնում է Սոնայի թեման։ Նա ասում է, որ իմացել է Վռամի կողմից Սոնայի ամառանոց գնալու մասին եւ պահանջում է վերջ դնել այդ հարաբերությանը։ Վռամն ինչպես միշտ հաստատուն է իր դիրքում։ Նա ասում է, որ դա երբեք չի լինի։ Ավելին ասում է, որ վաղ թե ուշ ինքն ու Սոնան լինելու են միասին։ Նրա այս վճռական խոսքերը զայրացնում են Սաքոյին։ Նա բառացիորեն պայթում է։ Լարվածությունը թափվում է սեղանի շուրջ բոլորի վրա։ Եվ այս ամբողջ ընթացքում ամեն ինչի ականատես է Արմոն։ Նա լուր դիտում է, լսում, բայց ներսից ուրախ է։ Նա վայելում է այս ընտանիքի ներսում եղած խառնաշփոթը, համոզված, որ այս ճեղքվածքների խորքում ինքն է։ Իր գործն արվում է եւ նա լիակատար բավարարվածություն է զգում, տեսնելով, թե ինչպես է Սաքուի ընտանիքը փուլ գալիս ներսից։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է վարվում Նարեն շարունակելով հարաբերությունները Հայկի հետ։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Հիշեցի։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ գործատեղը։ Ես չափեցի եւ իմ հայրամի կիբը սարսափելի կիպ 81 սանտիմետր։ 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմնակացեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն նախարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց